Հիմա ասում են թիմ։ Եվ մեղադրում են հանրապետականին, որ հանրապետականը Նիկոլին բերեց իշխանության։ Այստեղ է որ մազերը ոնց են ասում բիզբիզա կանգնում։ Ընկերներ, ես պաշտոնապես հայտարարում եմ։ Պաշտոնապես։ Որ այսօրվա Հայաստան դաշինքի պատգամավորները բոլոր անխտիր, բացի Աղվան Վարդանյանից, բերել են Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես Հայաստան դաշինքը կազմված է հայ հեղափոխական դաշնակցությունից, որոնց նկատմամբ իմ մեծագույն հարգանքը եւ ողջունում եմ իրանց ընդհանուր ժողովն է, թող 35-րդ թող բարի ընթանա եւ բարի լուրեր գան։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ոչ միայն առաջադրել է, ոչ միայն պաշտպանել է, այլև հրաժարվել է, ես կարամ այդ տեսագրությունները բան երկրորդ նախագահից էլ են հրաժարվել, որ ասել են դուք իրա թիմն եք, ասել են չէ, հրապարակավ, Նիկոլի առաջի կառավարության մաս են կազմել, այն մյուսը մի հատ էլ կուսակցություն կար, Պղնձամոլի Դենայինի ինչի տնօրենը կուսակցություններ ստեղծել Սյունիքում, որը միացավ դաշին կազմեց դաշնա, այդ դրանք լրիվ նիկոլական են եղել, պաշտպանել են Նիկոլին, Նիկոլի հետ պատգամավոր են եղել Նիկոլի ֆրակցիայից, ասում եմ այդ դաշինքում բոլոր անխտիր, բացի Աղվան Վարդանյանից, եղել են Նիկոլի թիմի անդամներ, Նիկոլին իշխանության բերողներ, ըստ էության մեղադրանքները ուրեմն կոչի մասնակիցներ մեղադրանքները գիտեք ինչով է առայն են հնչում որ ինչու Սերժ Սարգսյանը տուրք տվեց այն ամբողի ցանկությունների եւ հրաժարական տվեց ինքը կարող էր պայքարել եւ թույլ չտար որ ինչ աներ հենց դա հաջորդ օր ամսիկ այդ օրը ես միլիոն անգամ ասել եմ որ ամսի 23-ին հրաժարականի օրը ես եղել եմ նախագահականում նա որտեղ արդեն պայմանավորված էր որ ես այդ օրը գնամ հմեկ Ագնեսա Խամոյանի մոտ հաղորդման Ագնեսային հարցրեք եւ մենք նախագահի մոտից իջել ենք Ալեքսան Հարությունյանի մոտ իր կաբինետ քննարկում էինք թե կոնկրետ ինչ զանգ եղավ նախագահից Ալեքսանը բարձրացավ վերև պատմում եմ չէ սա ես այդ օրը եղել եմ նախագահականում ես այդ օրը խոսացել եմ սաղի հետ հետո որ եկավ ասեց որ նախագահան դվաղ արդեն վարչապետը որոշել է հրաժարական տալ այդ թեմաները են քննարկել հետո բարձրացել եմ նորից նախագահի մոտ ես ինքս բայց իրավիճակը նենց էր որ հաջորդ օրը 24-ն էր իսկ այն որ արյուն կտապվեր Ուկրաինան ձեզ 2008 թվականին այդ որ ասում են մեկ-մեկ թող կրակեր կրակեցին իրանք հա ընդհանրեն կրակեցին այդ զոհերը մինչև 2018 թիվը նստած եղավ Սերժ Սարգսյանի ուսերին այդ ամբողջ բեռը չէ հիմա լինելու են հարյուրավոր զոհեր եւ հարյուրավոր հանուն այդ հարյուրավոր զոհերի կամ հազարավոր որտեվ չէ՞ որ ինֆորմացիա ունես թե ինչեր է տեղի ունենում ցուցարարները պատրաստ են եւ այդ ամեն ինչին միացել է հայ հեղափոխական դաշնակցություն Բարգավաճ Հայաստան որի ստեղծման հիմնական բանը եկեք էլ չուրանանք ով ստեղծեց Բարգավաճ դա ստեղծեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ Համադրություններ փոխվեց այդ էլ ինչ որ խնդիրներ կար դե չեք ուզում հազարով մի գաղտնիք բացենք հա դա անձնական զրույցներ են չէ եղել վերջապես ուզում եմ ասել որ լավ Հայաստան դաշինքը ամբողջապես Նիկոլին ձեռքերի վրա բացի Աղվան Վարդանյանից Աղվանը հրապարակավ ելավ հայտարարեց չէ ես այդ մարդուն դեմ եմ